Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այս պահին մենք զրուցելու ենք Վանո Սիրադեղյանի դստեր Արփի Սիրադեղյանի հետ։ Ես հիշեցնեմ, նրա եղբայրը Դավիթ Սիրադեղյանը այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մանրամասները ճշտենք Արփի Սիրադեղյանից։ Նախ ինչպես է հիմա ձեր եղբոր առողջական վիճակը, դրական դինամիկա կա թե ոչ, եւ նաեւ դրամահավաք եք իրականացնում, գումար հավաքվել է։ Եղբայրս հիմա երրորդ օրն է գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ստաբիլ ծանր է համարվում իրավիճակը, փորձում են արյան զեղումները ներծծման տեսքով այսպես ասած իրականացնել, եթե չլինի նոր վիրահատություն կկատարեն, մոտավոր մի 10 օր դեռ պետք է պառկենք, շարունակությունը հայտնի չի, ասել են, որ շատ ծանր բուժում է սպասվում, դրա համար ես դրամահավաք եմ կազմակերպել, հավաքվել է ընդամենը 100,000 դրամ։ Ես տնօրինությանը խնդրել եմ մնացածը ընթացքում վճարել, որովհետև վիճակի չեմ, ես ինքս հիվանդ եմ ու չեմ աշխատում այս պահին։ Դա ամսի 27-ին նա դիմել է հիվանդանոց չեն ընդունել, նա մնացել է հիվանդանոցի տարածքում 2 օր, ոստիկանությունն է գտել իրան, այսինքն նրան անգիտակից տեղափոխել են հիվանդանոց, միգուցե այստեղ ուշքի է եկել, տեսել են խմած է, հիվանդանոցը չի ընդունել, որի պատճառով հիվանդը մնացել է դրսում մեր հանրապետական։ Դուք արդեն մի քանի օր գրառումներ եք բարբերաբար անում, որևէ մեկը Վանո Սիրադեղյանի ընկերներից արձագանքել է, որովհետև երբ պետք է լինում, շատերը սկսում են ասել, որ իրենք Վանո Սիրադեղյանի ընկերն են, եւ նրանցից մեկը նաեւ Խաչատուր Սուքիասյանն է։ Արձագանքել են, որևէ բանով փորձել են այս օրերին օգնել, դրամահավաքին միացել են։ Ճիշտ ասած 3 տարի առաջ երբ հայրս մահացավ, Սարիբեկ Սուքիասյանը ինձ լուր ուղարկեց, որ մեզ էլ երբևիցե չդիմեք ոչ մի հարցով, եւ մենք իրանց չենք դիմել, որովհետեւ այդպես ասել են, իսկ Խաչատուր Սուքիասյանը, եթե չեմ սխալվում, 10,000 կամ 20,000 դրամ ամսական Դավիթին տալիս են հացի փող, այսպես ասած, ընթացքում էլ այս տարիների ընթացքում իրենք եղել է որ դիմել են մի քանի անգամ օգնել են, բայց ստաբիլ օգնություն կամ մշտական ինչ-որ տենց բան երբևիցե չի եղել։ Ես նկատի ունեմ հիմա այս պահին, երբ ձեր եղբայրը վերակենդանացման բաժանմունքում։ Ոչ մեկ չի արձագանքել, միայն հասարակ ժողովուրդն է այդ գումարը հավաքել, այդ 100,000 դրամ ընդամենը։ Բայց այնուամենայնիվ հասարակ մարդիկ արձագանքել եմ այդ մարդկանց, որովհետև եթե իրանք չհավաքեին, ես ռեանիմացիայի դեղերի գումարը չի ունենա, իր ուտելիքի գումարը չի ունենա, որպեսզի իրեն հասցնեի այս 2 օրվա ընթացքում։ Հիմա ինչ եք անելու, որտեվ քիչ առաջ ասացիք, ինչ որ վճարումներ եք արել, մնալու ես հիվանդանոցում, թե տեղափոխության անհրաժեշտություն կա։ Ճիշտ ասած չգիտեմ ինչ եմ անելու, Աստված օգնական այս պահին, որովհետև այսօրվա պալատի գումարն եմ միայն վճարել եւ այդ համավճարից մի փոքր հատված մնացածը չեմ վճարել, մնացածն էլ չգիտեմ ինչա սպասվում, վիրահատություն սպասվում է, չի սպասվում։ Ամբողջ հարցը գիտեք ինչումն է, որ Սարիբեկ Սուքիասյանը որ ինձ լուր ա ուղարկում, որպեսզի ես էլ իրանց չդիմեմ, մենք երբևիցե իրենց չենք դիմի, եթե ինքը հորդորի իր կնոջ քրոջը Ռուզաննա Տոնոյանին, որ տա Դավիթին հասանելիք տունը, որը որ ինքը արգրավել է, այսպես ասած, որը իր հորից է մնացել, այսինքն հորս տան մասին չի խոսքը, կողքի տան մասին է խոսքը, եւ մենք այդ տան օգնությամբ իր բոլոր հարցերը կլուծենք, եւ բուժման, եւ հետագա իր կյանքի հարցերը, եւ տղան չի հայտնվի փողոցում, մարդկանցից գումար չի մուրա, որպեսզի ուտելիք ունենա, մի խոսքով մարդկային այդ շատ ահավոր ագահությունը ու այդ ագահության պատճառով այսպես մեկը տուժում է, մնացածը իրանց հեֆին։ Ռուզան Տոնոյանը հայրիկից վերջին կինն է, Խնկո-Ապոր գրադարանի տնօրենը։ Մինչև իրանք այդ հարցը լուծեն կամ կարող է եւ երբևիցե չլուծեն, ես մեր ժողովրդից խնդրում եմ այն մարդկանցից, ովքեր որ հայրիկից հարգել են կամ իր հետ աշխատել են, փորձեն մեզ օգնել, որովհետեւ շատ շնորհակալ կլինեմ, չեք կարող ասել ում հետ ինչ կկատարվի 10 կամ 15 րոպե հետո։